Շատ հիանալի եւ գարնանային տրամադրությամբ մենք դարձյալ վերադարձանք տաղավար, հարգելի հեռուստադիտող, մշակութային թեմաները կարծես թե այսօրվա եթերից անպակաս են։ Ռոնա Ահարոնյանն է ինձ հետ տաղավարում, ով Երևանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի խորհրդականն է, հանրային կապերի գծով։ Ողջունում եմ ձեզ, Ռոնա, եւ ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Ինչպես եք սկսել ձեր առավոտը մինչև տաղավար գալը եւ ինչ հիմնական քայլեր կան, որ պարտադիր պետք է անեք։ Թատրոնում առավոտից կյանքը բուրն է ու եռում է, աշխատանքային եմ սկսել, շատ աշխատանքային։ Մենք երեք ավարտեցինք այս տարվա ամենամեծ պրեմիերաներից մեկը, Լորիս Ճգնավորյանի Ռոստամ եւ Զոհրաբ օպերան։ Այո, բայց ստանում ենք ֆիդբեքեր, ստանում ենք հետադարձ զանգեր, հանդիսատեսի հիացմունք եւ առավոտը սկսել եմ հանդիսատեսի հետ շփվելը։ Դրանից հաճելի բան չկա կարծում եւ կարծիքները շատ լավն են։ Իսկ առավոտյան սուրճը կամ թեյը կամ ինչ որ այսպես սուրճ միանշանակ։ Շատ լավ է։ Մեր այսօրվա գրեթե բոլոր հյուրերն այդպես են ասում, սուրճը արթնանալու են գլխավոր պայմաններից մեկն է։ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն առհասարակ տասնամյակների պատմություն ունի եւ խոսելիս մի քիչ էլ պետք է զգա ստանալ նախ այդ տարիքից եւ այն պատմությունից, որ կրում է, ինչպես սկսվեց 2025 թվականը թատրոնի համար եւ ինչ այսպես ծրագրեր կան։ 2025-ը թատրոնի 92-րդ թատերաշրջանն է եւ մենք նախորդ տարի, այս տարի վերջին տարիներին մեծ թափով ենք աշխատում։ Մենք ունենում ենք տարեկան 5-6 առաջնախաղ պրեմիերաներ եւ դրանք թե բալետային ներկայացումներ են, թե օպերային ներկայացումներ են։ Այս տարի արդեն իսկ ունեցել ենք 1 բալետային պրեմիերա, Ստեփան Լուսիկյանի Ճպուրն ու Մրջունը ներկայացումը։ Դա բալետ էր, մանկական բալետ էր փոքրիկ հանդիսատեսի համար եւ հավատացեք 3-4 ներկայացումից հետո տոմսերը սպառվում են վարկենապես։ Մենք տեղադրում ենք հայտարարություն արդեն, որ տոմսերի վաճառքը ապահովենք եւ վաճառվում են տոմսերը վարկենապես։ Ունեցանք երկրորդ պրեմիերան Մայստրո Ճգնավորյանի հետ եւ սա մեծ իրադարձություն էր ոչ միայն թատրոնի կյանքում, այլ առհասարակ Հայաստանի կյանքում, որովհետեւ տարիների դադարից հետո Հայաստան վերադարձավ Լորիս Ճգնավորյանը, այո, շատ հուզիչ էր, շատ հավատացեք մայստրոյի հետ շփվելը արդեն իսկ մեծ պատիվ էր եւ մեծ ուրախություն բոլորիս համար։ Մենք ունեցանք մեծ համերգ, որտեղ մայստրոն դիրիժորն էր հենց եւ ղեկավարում էր մեր սիմֆոնիկ նվագախումբը, կատարեցին իր շատ հայտնի ստեղծագործությունները եւ ունեցանք մեծ պրեմիերա Ռոստամ եւ Զոհրաբ օպերան։ Հավատացեք նոր շունչ էր եւ մայստրոյի տարիների աշխատանքներ ու հարգանքի հավաստիքը, որ մենք կարողացանք իրեն նվիրել։ Հուզիչ էր շատ եւ թատրոնը մեծ պատվով կատարեց դա։ Ես կարծում եմ իր տպավորություններն էլ այսպես շատ։ Տպավորությունները չեմ կարող փոխանցել, որովհետեւ տեսնել էր պետք, դե պատկերացրեք կոմպոզիտոր, ով 60 տարի եւ ավել աշխատել է մի ստեղծագործության վրա, 30 եւ ավել տարի չի եղել Հայաստանում, չի աշխատել այստեղ եւ իր կենթանության օրոք տեսնում է այդպիսի մասշտաբային ներկայացում։ Դա համաշխարհային պրեմիերա էր, որովհետեւ Իրանում իրանական օպերաներ չկան եւ մայստրոն կարողացավ իրանական օպերան ներկայացնել հայկական բեմում։ Ու սա յուրովի նաեւ արտացոլքներ նրա, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում իրապես, հա։ Եվ պետք է կոմպոզիտորներին, հեղինակներին, ստեղծագործողներին հենց կարողանալ իրենց կենթանության օրոք պատվել։ Միանշանակ իրենց ստեղծագործությունները երբ այդ ժամանակ պատվում ես, իրենց տպավորություններն էլ վստահաբար անմոռանալի են։ Երբ տեսնում ես, որ այդպիսի մեծ մարդը մեծությունը նստած լալիս է ու արտասվում է, հուզմունքից պարզապես խոսելն էլ ես մոռանում, որովհետև բառեր չկան նկարագրելու այն էմոցիաները, որ ինքն էր ապրում։ Այո, երաժշտության լեզուն այդպիսին է կարծում եմ, երբ սահմաններ չկա ու հանդիսատեսի արձագանքն էլ կարծում եմ շատ կարևոր է եւ միանշանակ վստահաբար պարոն Ճգնավորյանին հուզել է եւ Հայաստանի բեմում հանդես գալ եւ նաեւ հանդիսատեսի արձագանքը, որովհետեւ իսկապես բուրն է։ Հավատացեք, մեծ ամբոխ էր հավաքվել ներկայացումներից հետո մենք 3 օր շարունակ ունեցանք պրեմիերան, այո, 3 օր շարունակ Լեփլեցուն դահլիճում, Sold Out դահլիճում եւ մարդիկ պարզապես հերթ էին կանգնում մայստրոյին ողջունելու, մայստրոյին շնորհակալություն հայտնելու եւ հուզիչ էր, հա, մի խոսքով եթե ասենք հուզիչ էր։ Այո, մեկ բառով։ Նաեւ գիտեմ, որ ներկայացումներում ու առհասարակ ստեղծագործություններում հանդիսատեսի մեջ երեխաներ են դինում ու շատ հաճախ նաեւ այդ ստեղծագործությունները երեխաների համար են արվում եւ սա շատ կարեւոր է փոքրիկ հանդիսատեսին կարեւորություն տալու։ Ձեր ներկայացումներից մեկը հենց դրա մասին էր, մի փոքր պատմեք նաեւ դրա մասին եւ արդեն երեխաների արձագանքը ինչպիսին է։ Ես կուզենամ երեխաների արձագանքը ասել տղայիս օրինակով, տղաս 2 տարեկան է եւ նայում է ծայրից ծայր բալետ, նայում է համերգ, օպերա եւ ոչ միայն մանկական, այլ նաեւ մեծերի։ Հա, եւ հավատացեք այսօր մեզ համար թատրոնի համար մեծ առաքելություն է եւ մեծ
նպատակ է, որպեսզի մեր հանդիսատեսը երիտասարդ դառնա։ Եվ թատրոնի նպատակներից մեկն է ռազմավարական ունենալ մանկական թատրոն օպերային թատրոնում։ Մենք արդեն իսկ խաղացանկում ունենք մանկական ներկայացումներ օպերային եւ բալետային, Մուկ օպերան, Ճպուրն ու մրջյունը, Չիպոլինոն, եթե այսպես համարենք որոշ առումով նաեւ Մարդուկ ջարդուկը, եւ հիմա էլ աշխատում ենք Շունն ու կատուն օպերայի վրա եւ կրթելով այսօր երիտասարդներին, ոչ թե երիտասարդներին, այլ մանուկներին, երեխաներին մենք ունենալու ենք վաղը կիրթ հանդիսատես։ Եվ սա շատ ռազմավարական քայլ է ու թատրոնը ամեն օր աշխատում է այդ ուղղությամբ։ Այո, ես կարծում եմ իրականում ստացվում է ձեզ մոտ, որովհետև այդ մանկական ներկայացումների ժամանակ էլ երեխաները շատ են եւ իրենց իսկապես հետաքրքրում են։ Դե իհարկե, թե երեխաներն են շատ, թե մեծահասակներն են շատ, որովհետև մենք ասում ենք, որ մանկական ներկայացումները գուցե սյուժեն սցենարը մանկական է, բայց կատարողական տեսակետից այնտեղ պրոֆեսիոնալ բալետ կամ պրոֆեսիոնալ օպերային ներկայացում է բեմ բարձրանում եւ իհարկե թե բալետի թե օպերայի սիրահարները մեր հասարակությունում քիչ չեն եւ նույնիսկ մանկական ներկայացումներին հանդիսատեսը մեծերել են լինում։ Այո, դա շատ հաճելի է, նաեւ հաճելի է լսել, որ երիտասարդներն էլ քիչ չեն հանդիսատեսի շարքում։ Հետագայում ինչ պլաններ կան 2025-ի հետ կապված եւ ինչ նոր ներկայացումներով ու պրեմիերաներով հանդես կգաք։ 2025-ին բեմ կվերադառնա Այդա օպերան, Ջուզեպե Վերդիի ամենամասշտաբային օպերաներից մեկը։ Մենք կաշխատենք Ստրավինսկու Սրբազան գարունը բալետային ներկայացման վրա։ Այս պահին երևի թե այդ երկուսը կնշեմ, մնացածը կթողեմ որոշակի գաղտնիք, այո, որպեսզի նաև հանդիսատեսը եւ մեր հեռուստադիտողը գա եւ ինքը արդեն ականատեսը դառնա դրանց, բայց թատրոնը ամենօրյա ռեժիմով աշխատում է։ Մենք թե խաղացանկային ներկայացումների վրա ենք հիմա մեծ մասշտաբով աշխատում, թե ունենք հրավիրյալ, հաճախ ունենում ենք հրավիրյալ արտիստներ համաշխարհային ճանաչում ունեցող եւ թե աշխատում ենք առաջնախաղերի վրա։ Հետաքրքիր է այն ամեն ինչը որ բեմում ներկայացվում է, վստահաբար հսկայական աշխատանք է կատարվում կուլիսներից դուրս։ Մի փոքր պատմեք այդ կուլիսային աշխատանքի մասին, ինչեր են արվում առհասարակ եւ ինչու են ձեր շաբաթ կիրակիները ոչ հանգստի մասին։ Ես կարծում եմ դա անմիջականորեն կապված է նախապատրաստական աշխատանքի հետ։ Իհարկե, երբ մենք խոսում ենք թե ինչպես են ստեղծվում բալետային կամ օպերային ներկայացումները, մենք պատկերացնում ենք միայն բեմում տեղի ունեցողը, բայց դա նախքան այդ մեծ ծավալի աշխատանք է իրենից ներկայացնում եւ թատրոնում հաճախ թատրոնի հնաբնակ աշխատողները հատկապես ասում են, որ օպերային թատրոնը մի փոքրիկ քաղաք է, որովհետեւ ունի բոլոր ենթակառուցվածքները, չգիտեմ, սկսած լվացքատներից, կարի եւ կոշիկի արհեստամասերից եւ այլն, վերջացրած մինչեւ արդեն բեմական դեկորներ, ռեկվիզիտներ, կեղծամներ, կոստյումներ, մի խոսքով, այդ ամենը ստեղծվում է օպերային թատրոնի շենքում եւ երբ մենք կողքից նայում ենք թատրոնին, երբևէ չենք պատկերացնի այն մասշտաբները, որոնք 13 հարկ գետնից վերև եւ բոլորը ստորաբաժանումներ են, որոնք ուղղված են հենց այն 2-3 ժամ ներկայացմանը, որը մենք արդյունքում տեսնում ենք։ Ամեն դեպքում աշխատանքները արդարացված են, որովհետեւ արդյունքը միշտ փառահեղ է լինում եւ այո, դրա տակ հսկայական աշխատանք կա։ Դե իհարկե միանշանակ։ Այո, նաեւ խոսենք այսօրվա թատրոնի ժամանակակից մարտահրավերներից, որ ժամանակի ընթացքում ինչ որ բաներ պետք է փոփոխել հետաքրքրելու համար, հուզելու համար, ինչ քայլեր են արվում այս տեսանկյունից, ոչ միայն երիտասարդներին ներգրավելու, այլ առհասարակ հանդիսատեսին միշտ այդ տեմպի մեջ պահելու։ Ես շատ կուզենամ այս մասին խոսելիս անդրադառնալ նրան, որ թատրոնը ամեն օր կատարելագործվում է եւ եթե մենք չկարողանանք մասնագիտական այն որակը ցույց տալ, որը որ ժամանակակից աշխարհում մրցունակ է եւ ստանդարտներին համապատասխան, մենք երբևէ չենք կարողանա ապահովել այն ամենը, ինչ դուք նշեցիք։ Մենք այսօր տարբեր ասպեկտներով ուղարկում ենք մեր արտիստներին վերապատրաստվելու տեխնիկական անձնակազմին, բացառիկ համագործակցություն ունենք իտալական Միլանի Լա Սկալա թատրոնի հետ, որտեղ հայ արտիստները եւ տեխնիկական անձնակազմը վերապատրաստումներ են անցնում, որովհետեւ մենք ուզում ենք քայլել ժամանակին համընթաց, ժամանակին համահունչ եւ դրա համար իհարկե միջազգային լավագույն փորձն է պետք որպես պրակտիկա։ Մեր արտիստները երգում են եւ հանդես են գալիս պարում են աշխարհի առաջատար բեմերում, ինչը նաեւ մեծ փորձի փոխանակում է եւ հետագայում փոխառելով այդ փորձը եւ բեմում ցույց տալով մենք կարողանում ենք պարգևել այդ հրաշքը, որը հանդիսատեսը տեսնում է բեմից։ Եթե խոսենք ժամանակակից ամեն ինչից, մենք այսօր օրինակ նույն մեր աֆիշների պատրաստման ժամանակ տեսապրոյեկցիոն համակարգերում հաճախ օգտվում ենք արհեստական բանականությունից նույնպես այդ թվում։
ունենք շատ բավական ժամանակակից տեխնիկա, լուսային եւ տեսաձայնային, որը կարողանում է ապահովել ոչ միայն գեղագիտական հաճույքը, այլ նաեւ ստանդարտներին շատ համապատասխան է ու մրցունակ ժամանակակից աշխարհում։ Նաև խոսեցիք թատրոնի փոփոխությունների մասին, այս երկարամյա գործունեության ընթացքում թատրոնը իր դիմագիծը ամեն դեպքում միանշանակ պահում է, բայց փոփոխություններ կրում է եւ ներսում եւ նաեւ դրսում։ Այդ փոփոխությունների մասին եմ ուզում նաեւ խոսենք։ Հատկապես վերջին տարիներին մայստրո Դուրգարյանի ղեկավարությամբ թատրոնը նոր մակարդակի է դուրս եկել, որովհետեւ երբևէ անպատկերացնելի էր, որ կարող են տարեկան լինել 5 առաջնախաղ։ Մենք ասում ենք առաջնախաղ, բայց դա հսկայական աշխատանք է։ Նոր ներկայացրիք այդ աշխատանքը։ Դա հսկայական աշխատանք է եւ մենք ունենում ենք ամսական 20-25 ներկայացում խաղացանկային այդ թվում, չհաշված համերգներ, հրավիրյալ արտիստներ եւ այլն։ Եվ այսօր թատրոնը կարողացել ենք հասցնել այն մակարդակին, որ մենք հյուրընկալում ենք համաշխարհային մեծությունների, մենք հանդես ենք գալիս վերջերս օրինակ նախորդ տարի Իտալիայի առաջատար թատրոններում հյուրախաղերով հանդես եկանք եւ դրանք հյուրախաղեր էին, որտեղ հայ արտիստները կարողացան իտալական դասական թատրոններում, քաղաքային նշանակության դասական թատրոններում հանդես գալ, Ջենովայում, Վիչենցայում, Վենետիկում եւ ավելի կիրթ, ավելի զարգացած հանդիսատեսը բոլոր ներկայացումները պարզապես սպառվել էին տոմսերը, sold out էին բոլորը եւ այս համագործակցության շրջանակում դեռևս էլի շարունակական բնույթ կկրեն։ Մենք հաճախ հրավիրում ենք մասնագետների, պրոֆեսիոնալների, վերջերս օրինակ Ալեքսանդր Պոլիշյուկն էր Հայաստանում, անվանի դիրիժոր, ով աշխատեց այստեղ հայ դիրիժորների հետ, այո, եւ այդ դասընթացները մաստեր կլասը ուղղված էր միայն նրանց որակական կատարելագործմանը։ Իհարկե։ Մի խոսքով եթե խոսենք, թատրոնը ամեն օր է զարգանում։ Դա կենդանի օրգանիզմ է, որի վրա աշխատում ենք ամեն օր եւ զարգացումը տեսնում ենք նաեւ ամեն օր եւս։ Դա նաեւ ես կփաստեմ որպես հանդիսատես, որովհետեւ իսկապես ժամանակի ընթացքում լավ փոփոխություններ են տեղի ունենում թատրոնի հետ։ Խոսեցիք հրավիրյալ արվեստագետների մասին, հաճախակի են նրանք գալիս Հայաստան եւ որքանով է կարեւոր նրանց ներգրավել թատրոնի կյանքում առհասարակ հենց Հայաստանի ներսում։ Հենց այսօր թատրոնում է աշխարհահռչակ օպերային երգչուհի Վերոնիկա Ջիոևան։ Մենք քաղաքապետարանի հետ համատեղ ունենք մեծ միջոցառում հունիսի 1-ն օպերային աստղերի հետ։ Դա մրցույթ է, որին մասնակցում են պատանիներ, երեխաներ, ովքեր չունեն երաժշտական կրթություն, բայց ունեն տաղանդ եւ կարող են հետագայում հանդես գալ բեմում հունիսի 1-ին օպերային մեր երգիչների հետ, երգչուհիների հետ եւ ժյուրիի կազմում է հենց Վերոնիկա Ջիոևան։ Դե պատկերացրեք, դա ինքը մեծություն է այդ աշխարհում այդ ոլորտում եւ սիրով համաձայնել է ներկա գտնվել։ Մենք ունեցանք շատ մեծ հոսք երեխաների, պատանիների, 200-ից ավել երեխաներ դիմել էին մրցույթին։ Այս պահին հիմա հենց թատրոնում առավոտյան մրցույթի երկրորդ փուլն էր լսումների եւ կարծում եմ հենց իր ներկայությունը, իր մասշտաբի աստղերի ներկայությունը արդեն իսկ մեծ ստիմուլ է, այո։ Եթե խոսենք ավելի շատ հենց թատրոնում ներգրավված արտիստներից աշխարհահռչակ, մենք տարին դիմավորեցինք Միխայել Պլիտնյովի հետ, աշխարհահռչակ կոմպոզիտոր, աշխարհահռչակ դաշնակահար, Գրեմի դափնեկիր եւ իրենց ներկայությունը ոչ միայն թատրոնին է զարգացնում, այլ նաև մեծ նվեր է մեր հանդիսատեսի համար, որովհետև դրանք բացառիկ համագործակցություններ են, բացառիկ հնարավորություններ են այդպիսի մեծություններին Երևանում տեսնել, չգիտեմ, իջնել այստեղից կենտրոն եւ տեսնել Միխայել Պլիտնյովին։ Այն դեպքում, երբ, չգիտեմ, ենթադրենք Նյու Յորքում իր տոմսերը սպառվում են վայրկյանապես։ Այո, եւ այստեղ հենց թատրոնի անունն է մեծ դեր խաղում, որովհետեւ հնչեցնելուն պես հստակ հասկացում եմ, որ սա մեծ պատմություն ունեցող թատրոն է եւ համագործակցել միանշանակ պետք է։ Երբ արդեն Հայաստանի սահմաններից դուրս եք գալիս եւ դա պարբերաբար է տեղի ունենում, ոչ միայն թատրոնի անունն է հնչեցվում, այլ նաեւ Հայաստանի եւ շատ հաճախ Հայաստանը հենց այդպես էլ ճանաչելի է դառնում միջազգային հանդիսատեսին։ Դե իհարկե, օպերան այսօր Հայաստանի սիմվոլներից մեկն է եւ մենք կարողացել ենք ձևավորել այն համբավը, որի համար մենք չենք ամաչում, որի համար մենք միայն պատվով ենք դուրս գալիս այդ ամեն ինչից եւ օպերան այո այսօր մեր երկրի բրենդներից մեկն է, եթե այսպես ասենք։ Այո, եւ ընդհանուր այսպես կարելի ասել անընդհատ ժամանակի ընթացքում առաջ գնալով լիքը նոր անուններ է թողարկում օպերան եւ կարող ենք հնչեցնել առիթից օգտվելով բոլոր նրանց, ովքեր որ հենց դրա միջոցով ճանաչելի դարձան ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։ Գիտեք, երևի արդար չի լինի, որ առանձնացնեմ որևէ մեկից, որովհետեւ օպերային թատրոնում աշխատում է 600 աշխատող, ներառյալ գեղարվեստական անձնակազմը, արտիստները, տեխնիկական անձնակազմը, բայց մենք ունենք արտիստներ, ովքեր պահանջված են ամբողջ աշխարհում, թե բալետային պարողներ, թե երաժիշտներ եւ թե օպերային
երգիչներ, ովքեր ամենահեղինակավոր եւ առաջատար բեմերում են հանդես գալիս։ Աշխատում ենք մանկական երգչախմբի հետ, ունենք մենք եւս երգչախումբ, որը ներգրաված է գրեթե բոլոր ներկայացումներում։ Երևի թե պիտի բոլորին շնորհակալություն հայտնել այն նվիրումի համար, որ բոլորն ունեն եւ այն տաղանդի համար, որ կարողանում են մեզ փոխանցել։ Բոլորը հավասարապես տաղանդավոր են։ Եվ կարծում եմ հենց նրանց այդ նվիրված աշխատանքի միջոցով էլ ստեղծվում է այն կերպարը, որը որ այսօր կա ազգային ակադեմիական թատրոնի շուրջ։ Սա կոլեկտիվ աշխատանք է, թիմային աշխատանք է եւ նույնիսկ չգիտեմ, լուսային ռեժիսորը, ձայնային ռեժիսորը կամ գրիմորը, բոլորը պիտի թիմով աշխատեն, որպեսզի մենք կարողանանք այն արդյունքը ունենալ, որը ստանալ, որը որ ունենք։ Իսկապես այն թիմային աշխատանքներից է, երբ ինչ-որ մեկը իր տեղում չէ, դա ակնհայտ բեմից երևում է, հանդիսատեսը միանշանակ նկատելի է։ Երիտասարդների դեպքում երիտասարդ պարողներ, բալետային առհասարակ կոմպոզիտորներ միշտ ցանկություն կա հայտնվելու այս բեմում, ինչ քայլեր են արվում նրանց նաև ներգրավելու, մրցույթի մասին դուք նաև խոսեցիք, բաց է առհասարակ թատրոնը երիտասարդ ստեղծագործողների առաջ եւ ինչ այսպես կարելի ասել միջոցներ է տրամադրում։ Եթե խոսենք երիտասարդներից, կա երիտասարդական օպերա խումբը թատրոնում եւ իրենց արտիստներն այսօր առաջատար դերեր են ստանում բոլոր ներկայացումներում եւս մենք կազմակերպեցինք լսումներ եւ նույն Լասկալա թատրոնի հետ համատեղ օպերային արտիստները մասնակցեցին լսումների եւ շուտով գնալու են վերապատրաստվելու, այդտեղ հիմնականում երիտասարդներ էին, նորավարտ մասնագետներ, նորավարտ արտիստներ, ովքեր թատրոնից հնարավորություն ունեն հայտնվելու Լասկալայում եւ այնտեղ հմտանալու, կատարելագործվելու եւ այլն։ Եվ սա երևի ապացույցն է նրա, որ թատրոնը մշտապես ուզում ու աջակցում է երիտասարդներին, այո, եւ նոր կադրերին ձևավորվելուն։ Մի կարծում եմ երազանք է այդպեսի բեմերում հայտնվել։ Իհարկե, վերջերս եթե հետահայաց նայենք, նույն ճպուրը եւ մրջյունը ներկայացումը համատեղ մենք կազմակերպեցինք Երևանի Պարարվեստի պետական քոլեջի հետ եւ այնտեղի սաները հնարավորություն ունեցան բարձրանալու պրոֆեսիոնալ բեմ։ Ամբողջ ներկայացումը բեմադրությունը այնպես էր արված, որ մասնակցում էին քոլեջի սաները, այո, ուսանողներ, սովորողներ, ովքեր դեռևս սովորելու ընթացքում են, բայց հանդես եկան պրոֆեսիոնալ բեմում։ Այո, եւ նաեւ ինտերակտիվության մասին խոսենք, այսօր շատ տարածված են մեթոդներից է, երբ հանդիսատեսը մասնակցում է ինչ-որ չափով աշխատանքներին, սրա հետ կապված ինչ-որ քայլեր արվում են, երբ հանդիսատեսին ներգրավում են օրինակ կուլիսային աշխատանքների մեջ կամ առհասարակ նրանք շփվում են արվեստագետների հետ, մարդկանց հետ։ Հաճախ մենք ունենում ենք հանդիպումներ արտիստների հետ, որովհետև երբ խոսում ենք արտիստներից, իրենք ունեն երկրպագուների մեծ բանակ, իհարկե, եւ այդ մարդիկ հնարավոր եւ անհնար բոլոր ճանապարհներով փորձում են հանդիպել իրենց սիրելի արտիստների հետ։ Դա արտիստների մասով, բայց նաև թատրոնը մեծ աշխատանք է տանում տուրերի եւ էքսկուրսիաների ասպեկտում, որովհետեւ մենք կազմակերպում ենք տուրեր, էքսկուրսիաներ եւ պատմում ենք այն սիմվոլիկ շենքի մասին, խորհրդավոր շենքի մասին, որի մոտով ամեն օր բոլորս անցնում ենք, բայց ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ կա այդ շենքի ներսում։ Եվ ունենք, հավատացեք, թե դպրոցահասակ երեխաների, թե մեծահասակների, թե տուրիստների մեծ հոսք, ովքեր տուրեր են ուզում եւ էքսկուրսիաներ են ուզում օպերային թատրոնում։ Այդ դա որոշակի առումով նաև առիթ է կապվելու հանդիսատեսի հետ, լսելու նրանց կարծիքը, ստանալու ֆիդբեքեր եւ այլն։ Իհարկե օգտագործում ենք սոցիալական հարթակները, որտեղ ստանում ենք բազմազան նամակներ, տարատեսակ, տարաբնույթ, հիմնականում հիացմունքի նամակներ են, շնորհակալական նամակներ են, որովհետեւ ամեն ներկայացումից հետո մենք ունենում ենք հանդիսատեսի տպավորված մեծ բանակ, ովքեր էմոցիաներով եւ հիացմունքով լքում են թատրոնը։ Փաստորեն ոչ միայն արվեստագետներն ունեն մեծ բանակ, այլ առհասարակ թատրոնն ունի այսպես մեծ բանակ եւ շատ սիրողների շարք կա։ Իհարկե, մենք դեմքով գիտենք թատրոնի սիրելի հանդիսատեսին, որովհետեւ շատերը ամեն օր, ամեն ամիս գալիս են եւ դիտում են մեր ներկայացումները, պարբերական բնույթ է դա ունենում եւ շատերս նրանց պարզապես դեմքով գիտենք եւ հասցրել ենք նույնիսկ մտերմանալ, ընկերանալ, իհարկե։ Ինտերակտիվության եւս մեկ նշան եւ ես վստահ եմ այդ դեմքերի մեջ թե կան երիտասարդներ, թե մեծահասակներ, միանշանակ կան երեխաներ, կան պատանիներ, կան երիտասարդներ հատկապես ել ավելի շատ
կան մարդիկ, ովքեր երաժիշտներ են, ապագա դերասաններ կամ արտիստներ են, եւ կան մեծահասակներ, ովքեր տարիներ շարունակ օպերային թատրոնի բարեկամներն են։ Այո, եւ իրենց մոտ ձևավորվում է այսպես կյանքի մի կարևոր մաս, որ դա պետք է անցկացնեն թատրոնում եւ այն հոգեվորը պարտադիր պետք է թատրոնից ստանան։ Ես շնորհակալ եմ հարցազրույցի համար, իսկապես հսկայական գործ է արվում եւ այն ժամանակակից պահանջները, որ կան, թատրոնը դրան հարմարվում է եւ այն դիմագիծը, որ պատմությունից է գալիս, դա եւս կա եւ զգաստացնող է այս դեպքում։ Ես եմ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա մեր եթերը մոտեցավ իր ավարտին։ Ես ձեզ մաղթում եմ հիանալի տրամադրություն հանգստյան օրերին, վայելեք, որովհետեւ շուտով երկուշաբթի է եւ գործերը նորից սկսվում են, եթե ձեր հանգստյան օրերը հենց հանգստի մասին են։ Հաջողություն ձեզ համար աշխատեց Անահիտ Ղազարյանը։